Սիրելի ֆուտբոլասերներ շարունակում են խաղային երեկոն և երկրորդ հանդիպումն ենք միասին դիտելում կրկին էլիտ լիգայից կրկին շատ հետաքրքիր հանդիպում, որտեղ միմյանց հետ մրցելու են Բորուսիա Մյունխեն-Գլադբախը և Մանչեսթեր Սիթին, տեսնում ենք խաղը մեկնարկեց, մրցավարի և իմերի կազմերին Բորուսիայից սկսեմ, դարպասում է համար 1 Արմեն Մարգարյանը, համար 2 Գառնիկ Սարգսյան, համար 3 Արման Մարտիրոսյան, համար 4 Հակոբ Պողոսյան, համար 7 Րանիկ Պետրոսյան, համար 8 Վահե Սարգսյան, համար 9 Սևակ Մանուչարյան, համար 10 թիմի ավագ Արմեն Խաչատրյան, համար 11 Ռաֆայել Ղազարյան և համար 77 Արեգ Հովհանյան։ Սիթի դարպասում է համար 16 Տիգրան Բարսեղյանը, համար 2 Գերա Կոստենկով, համար 4 Ռոբերտ Խլղացյան, համար 5 Հելիք Համբարձումյան, համար 7 Արթուր Ալավերդյան, համար 9 Սասուն Զորաբյան, համար 10 Արշակ Պողոսյան, համար 11 Թինյավակ Անատոլի Գաբրելյան, համար 17 Դանի Պետոյան։ Իսկ խաղի մրցավարն է Վագն Ակուլյանը։ Այսքանը պաշտոնական մասով տեսնենք Բորուսիան է խաղարկում գնդակը և փորձում է իր առաջին գրոհը։ Այս խաղի կազմակերպել Ղազարյան, աչքի զնում են Ղազարյանը և նրա դեմ հրաշալի պաշտպանվեց Արշակ Պողոսյանը։ Մարտիրոսյան ճնշել է Սիթի վտանգավոր է արված և գոլ։ Մեծ մեկնարկում հաշիվը բացված է Արթուր Ալավերդյան 1-0։ Արթուր Ալավերդյան 1-0 Արման Մարտիրոսյանի սխալից կարողացավ օգտվել Ալավերդյանը և այս խաղի առաջին հարվածը գոլով ի վերջո եղավ և հիմա Սիթին առջևում հենց մեկնարկում։ Համբարձումյանը ունեցավ, բայց արունակվում է տեսնենք հիմա Բորուսիան ինչպես կպատասխանի Սիթի գոլին, Խաչատրյան անցումը չստացվեց այստեղ։ Սիթի 13 խաղից 27 միավորով այստեղ 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում և քիչ առաջ Կադիսը պարտվեց Վիլյարեալին, այսօր Սիթին կարող է հաղթանակի դեպքում շրջանցել 3-րդ հորիզոնականում գտնվող Կադիսին, իսկ Բորուսիան անցկացրած խաղից 22 միավորով
Պողոսյան, Անցուն Գաբրելյան արված, Մարգարյանն է փրկում թիմին և առաջին անկյունային այս խաղում։ Հարկված է անկյունայինը, Պողոսյանի փոխանցումը չհարցավ, հիմա կարող է ակագրոյել այստեղ, Բորուսյան նետվում է առաջ, Վանիկ Պետրոսյանը, բայց նրա հարկվածը չէ։ Լավ էր նկատել Արշակ Պողոսյանին, բայց հասավ այդ փոխանցումը Արշակ Պողոսյանին։ Եղել Արեգ Հովանյանի անցումը իրականացավ։ Գաբրելյան գցեցին նրան բախում։ Սացրից ոնց երացված է գնդակը Սիթին Խլղացյան լավ փոխանցում վտանգավոր է։ Տեսնում ենք բարձր բլոկով են դիմավորում Սիթին տղաները Ռուսիայի ֆուտբոլիստներին։ Այս անգամ կարողացավ հանգիստ անցնել կիսադաշտը Բորուսյան, Պետրոսյան, փոխանցում կենտրոն, բայց ոչինչ չկար, ոչ ոք չկար։ Անկետևից Սիմայլերից արված Պետոյանը փոխեց, Ղազարյան շարքում է առաջ, Ռաֆայել Ղազարյան, Ղազարյան անցումը չստացվեց, Ղազարյանի, Պողոսյան, Ալավերդյան, Պետոյան արված և Արման Մարգարյանն է, Արմեն Մարգարյանն է փրկում թիմին։ Ամբարձումյանն է հիմա էլ փորձում և լարվածը բարձր էր։ Պետրոսյան անցավ գրոյի, բայց Պետրոսյան այստեղ լավ չմշակեց Պողոսյան, Կոստենկով Ալավերդյան, դադար է պահում այդ փոխանցում Ամբարձումյանին, բայց նրա դեմ լավ պաշտպանվեցին, շարունակում է մնալ գնդակով Սիթին, ստեղ էլ Պետոյանի փոխանցումը, հասցեատեր չունեցավ Ղազարյան,
Խաչատրյանի կենտրոն, Մանուչարյան դեռ տեսնում ենք պասիվ են, Սևակ Մանուչարյանը, Ռուսիայի լավագույն ռմբարկուն, Նրան շատ լավ, հակել, պաշտպանները, Մանյանի մա տեսնում ենք Անջում է Մանուչարյանը գնդակ ստանում փոխանցում Պետրոսյանին, Վանիկ Պետրոսյան հարված և Տիգրան Բարսեղյանն է բրդում իր թիմին Պետրոսյան շարունակվում է Բորուսիայի գրով Հովանյան խլեց գնդակը նրանից Պողոսյանը և նետվում է հակագրոյի Սիթինգ ապրելյան վտանգավոր կարող է լինել Պողոսյան վերջին պային Մարտիրոսյանն է Պողոսյանի ոտքի տակից գնդակը Արևանգում Փոփոխություն Ռուսիայի կազմում 10 րոպե անցավ խաղի մեկնարկից Արթուր Ալավերդյանի շնորհիվ այս պահին Սիթին հաղթում է Բորուսիային Հովանյան, տեսնում ենք վերջին րոպեիներին ավելի շատ են գնդակով Ռուսիայի ֆուտբոլիստները ուզում են նրանք այս խաղակեսում ավասանեցնեն հանդիպման հաշիվը Ալղացյան Աչի շտապում, տեսնում ենք Սիթին ուղղակի գլորում է գնդակը իր կիսադաշտում Խլղացյան լավ նկատեց Ստեփանովին Յան և նրան են խաղթում Շտապեց մի փոքր այստեղ Ռոբերտ Խլղացյանը, Ղազարյան նետվում է առաջ, Ռաֆայել Ղազարյան տեսնենք ինչ կորոշի, վերջո արվածեց, բայց մի փոքր ուշացեց, կարծես թե Ռաֆայել Ղազարյանը, արվածը Արկված է եզրային նետումը Հովանյան և անաջող էր այս անցումը Վերջին րոպեներին ակտիվությունը մարեց թիմերի Խլղացյան Ելյանի հետ է դակը Պետոյան հրաշալի անցումներ Պետոյան բայց Բորոսյանին չանցավ և հիմա կարող է հակագրել Բորուսյան Հովանյան Հայլուն արեց այստեղ ամեն բան Ռոբերտ Խլղացյանը Գաբրելյանն է սխալվում վտանգավոր կարող է լինել Մանուչարյան փոխանցման են սպասում թիմակիցները Մանուչարյան Հովանյան վտանգավոր է և հիմա Ռաֆայել Ղազարյանը բարձր է արվածում նպաստավոր դիրքից, բայց
Հատկանշական է շեշտել Արեգ Հովանյանի հարվածը Տեղդար պասածողը փրկեցի ամենավտանգավոր այս խաղի այս պահին Ռուսիայի շատ վտանգավոր է Այլուն իմ այլ անցավ կիսադաշտը Սիթին Խլղացյան շարժվում է առաջ Կենկով Խլղացյան ներվից հորց հակեցին նրա հարվածի ճանապարհը շատ վտանգավոր էր Արմեն Մարկարյանը թիմին կարող է ակագրել Ռուսիան, բայց դուրս եկավ իր տեղից Տիգրան Բարսեղյանը շարունակվում է Սիթի մոտ մնալ գնդակը Ռացիան փոխանցում Պողոսյանին Պողոսյան Ապակում Պետոյան բիլիարդային արված դիպավ այնտեղ գնդակը Երակոստենկովին և 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Սիթին Երակոստենկով 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Սիթին Եվ արդեն 2 գոլի տարբերությամբ է պարտվում Ռուսիան Կոստենկով բայլուն կրկին անցավ կիսադաշտի Սիթին Պետոյան Սարքսյան շատ արագ հիմա փորձում են ակտիվանալ Բորուսիայի ֆուտբոլիստները Սարքսյան բայց ինչպես հիմա հլեց գնդակը Արշակ Պողոսյանը նրանից Սիթի հրթիռն է ուղղակի Արշակ Պողոսյանը լավ փոխանցում, բայց չասավ այս գնդակին Երակոստենկովը Հովանյան երկար փոխանցում Մանուչարյանի ուղղությամբ Մանուչարյան վտանգավոր է և որսած գնդակը ի վերջո Տիգրան Բարսեղյանը Ամբարձունյան հերթական հերոներից մեկը Սիթի Խլղացյան Վերձյանը եկավ օգնությամբ Պետոյան անցում և փորձում է գնդակը այստեղ Պողոսյանը շտապեց Սալավերձյան, Պողոսյան
Պողոսյան ներվից գործ։ Բաց է Արշակ Պողոսյանի հարվածը շարունակում են։ Գնդակով մնալ Պողոսյանը, Գաբրելյան և հետ փոխանցում դեպի Ռոբերտ Խլղացյանը։ Ալավերձյան պտտվեց կրկին Չին 5 րոպեն մնացին ժամանակի ավարտին Արշակ Պողոսյան արված և Լորից Մարգարյանն է փրկում իր թիմին 2-0 հաշվով Սիթին հաղթում է Բորուսիային Փորձում է ինչ-որ բան անել Հովանյան նորից դարպասածողին է արվածում Արեգ Հովանյանը շարունակում է Բորուսյան գրոհել և անկյունային երկրորդ փորձը արդեն Արեգ Հովանյանի երկու դեպքում էլ դարպասածողն է փրկել Սիթիին Սարգսյան Փափուկ փոխանցում Սյանը պայց գնդակը վտանգավոր է և Յան Բարսեղյանը վերցնում է գնդակը Բարսեղյան ճնշման են նա ենթարկում նրան չհաջողվեց Սևակ Մանուչարյանի խլել գնդակը Պետոյան Ալավերձյան կրկին Պետոյան Լավ խաղարկումներ, Գաբրելյան Այդ, թիմի մոտ գնդակը Գաբրելյանը Վարդսումյան Պողոսյան սլանում է առաջ Արշակ Պողոսյանը, բայց կործրեց այստեղ անմեղ իրավիճակում հիմա Գնդակը Արշակ Պողոսյանը Կոստենկովը խլեց գնդակը իր թիմի համար Ալավերձյան, Գաբրելյան, լավ փոխանցում Գաբրելյան արված շատ վտանգավոր էր հիմա Կարող էր հիմա փայլում գոլ խփել այստեղ Անատոլի Գաբրելյանը Ալավերձյանը շեցնեմ Սիթի լավագույն ռմբարկումն է այսօր նա իր 5-րդ գնդակը հնագեց Գերացյան երկար փոխանցում բայց անաջող էր այս փոխանցումը Արգեց գնդակը Բորուսյան, Պետրոսյան, Խաչատրյան փոխանցում, բայց Յան Բարսեղյանը հանգիստ որսում է գնդակը և սկսում հերթական գրողներից մեկը Գաբրելյան պայունացում Գաբրելյան դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Սարգսյան լավ նկատեց Գառնիկ Սարգսյանին վտանգավոր է Արմեն Խաչատրյան, Խաչատրյան երկար է հիմա մտածում Արմեն Խաչատրյանը և լավը չէր նրա հարվածը Ալավերձյան պայց գնդակը ընկավ, բայց ոչինչ չկար Կարող է հակագրոյել այստեղ Բորուսյան Խաչատրյան, փոխանցում կենտրոն, Սարգսյանի ուղղությամբ Հովանյան,
Հովանյան կարող է նորից փորձել, բայց փոխանցում կատարեց Պետրոսյանին, այստեղ նորից եկավ իր թիմին օգնելու Արշակ Պողոսյանը։ Վերջին րոպեն է ընթանում, կարծես թե վերջին գրող կտեսնենք, Հովանյան պայլում փոխանցում Պետրոսյան և բարձր է արվածում Վանիկ Պետրոսյանը։ Yura de la Fuente, Castillo, Golazo. Ay, desire duen yese mara. Այս գիտես ո՞ն է։ Չինգրովներից մեկը կարող է լինել Պողոսյան։ Կան ժամանակը ավարտվել է։ Հրացյան լավ նկատեց Համբարձումյանին, հասավ գնդակին Համբարձումյան, տեսնենք, կանացումը չստացվեց և վերջ սուլում է նորին մրցավարը, առաջին կեսն ավարտված է, 2-0 հաշվով այս պայն Սիթին հաղթում է Բորուսիային, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Վերադարձանք բարեկամներ, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ և առաջին կեսից հետո 2-0 հաշվով հաղթում է Սիթին Բորուսիային, հեղինակ են դարձել Սիթի կազմում Արթուր Ալավերդյանը և Երա Կոստենկովը, մի շարք հնարավորություններ ունեցավ Բորուսիան առաջին կեսում, բայց չկարողացավ ի վերջո արդյունքի հասնել, արագ իմանետվել է Սիթին գրոյի, Զորաբյանի անցումը չստացվեց, երկու շատ լավ հարված կատարեց Արեգ Հովանյանը առաջին կեսում, երկուսն էլ արպասած զողնու դիպավ, ինչև է տեսնենք երկրորդ խաղակեսը, ինչպես կընթանա տեսնում ենք, շատ ակտիվ է հիմա մեկնարկել երկրորդ խաղակեսը, Սիթին, Պողոսյան, Գաբրիելյան, բայց հասկացան միմյանց Պողոսյանը և Գաբրիելյանը այստեղ հիմա արագ վերիշենք թիմերի կազմերը, Բորուսիա դարպասում, Արմեն Մարգարյանը, Գարվիկ Սարգսյան, Արման Մարտիրոսյան, Արիկ Պողոսյան, Վանիկ Պետրոսյան, Վանիկ Սարգսյան, Սևակ Մանուչարյան, Արմեն Խաչատյան, Ռաֆայել Ղազարյան և Արեգ Հովանյան։ Սիթի դարպասում է Տիգրան Բարսեղյանը, հեռվից փորձ Ռոբերտ Խլղացյանից շատ վտանգավոր էր և առաջին անկյունային այս խաղակեսում կտեսնենք Սիթիի օգտին։ Այս անկյունայինից հետո կնշեմ Սիթիի կազմը։ Արկած է անկյունայինը Պողոսյան, Ալավերդյան, բայց ի վերջո իր թիմի մոտ գնդակը, գաղնակ եմ կազմը Սիթի, Երա Կոստենկով, Ռոբերտ Խլղացյան, Հենրիկ Համբարձումյան, Արթուր Ալավերդյան, Սասուն Զորաբյան, Արշակ Պողոսյան, Անատոլի Գաբրիելյան և Դանի Պետոյան, խաղի մրցավարն է Վագն Ակուլյանը, այսքանը կազմերի մասով անցնենք բուն խաղին, տեսնենք ինչ կառաջարկի այս խաղակեսում Բորուսիան Սիթին, նրանք պարտվում են այս պայմի 2-0 հաշվով։ Ես սամոյի համար ունեմ, փորձաբիսը մորացել եմ ուտած։ Սալում խաղանք, չէ որ։ Մարտիրոսյան շարվում է առաջ Բորուսյան ողեր կայլերով, տեսնենք Մանուչարյան լավ խաղում հեռվից արված Գարվիկ Սարգսյանից, վտանգավոր է Պետրոսյան շրջադարձ արված, նորից շել է արվածում Վանիկ Պետրոսյանը։ Կրկին լավ հնարավորություն է բաց թողեց ձեռքից Վանիկ Պետրոսյանը։
Խաղացյան Գաբրելյան Խաղացյան չեն շտապում տեսնում Արտասապայի դիմաց, բայց սառնասիրտ են գործում այստեղ սիթի տղաները Ալավերձյան Բայլուն անցան հիմա կիսադաշտը սիթի տղաներ այստեղ Բարսելոնայի հանրայդ տիկիտակա ոճով նրանք գործեցին բայց ի վերջով վերջին պային կորցրեցին նրանք գնդակը Մանուչարյան, անցել է գրոյի Բորուսյան, Պետրոսյան և ուշ չի եկել գնդակը դաշտի սահմաններից շարունակում հանդիպումը Ստենկով և եզրային նետում Կանետում և Մարկարյանին հասան գնդակը Արա, ճիշտ է։ Հովանյան լավ նկատեց Վաչեսը Պետրոսյանին Հա, գլխով, հա։ Դե Հայկո եկել։ և փոխեց գրոյի եզրը Վանիկ Պետրոսյանը Մարտիրոսյան Еще не уходим. Ну и ладно, еще раз. Ղազարյան տեսնում ենք ամուր են պաշտպանությունում հիմա տեղակայված սիթի ֆուտբոլիստները դեռ հանր խաղարկումներ ենք տեսնում վտանգավոր է հիմա Ղազարյանը գնդակը հեռացրեց Մանուչարյան սխալվեց Մանուչարյանը հիմա կարող է հակագրոել Սիթի Պողոսյան Հագիս տարավ գնդակը Պողոսյան չի շտապում Ռադյանի խաղարկեց այնտեղ աչեզրում բացվել է Համբարձումյանը Ալավերձյան լավ նկատեց Կոստենկովին, բայց հասավ այդ գնդակը Կոստենկովինի վերջո հիմա արագացնում են Բորուսյան գրոյի Ղազարյան և խաղում նրան այդ պայքարում Ստեղել Մարտիրոսյանն է սխալվում և հակագրովում է հիմա Սիթին Պողոսյան հարված և շատ վտանգավոր էր հիմա մի փոքր շեղ էր Արշակ Պողոսյանի հարվածը Սնենք Բորուսիայի պատասխանը Վանիկ Պետրոսյան Շեղ էր հարվածը Վանիկ Պետրոսյան
Գավ այստեղ էլ Հովանյանը խախտում, այս անգամ վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել Բորուսյան և հիմա տեսնենք ով է փորձելու այստեղից Աչատյանը և Մանուչարյանը, տեսնենք Բորուսյանը եկավ այնտեղ ինչ-որ բան ասեց գնաց և հիմա տեսնենք, սավարի սուրիչը կա, Մանուչարյան արված և մխրճում է գնդակը Տիգրան Բարսեղյանի դարպասը Սևակ Մանուչարյանը 2-1 Սևակ Մանուչարյան 2-1 հանդիպման հաշիվը կրճատված է հրաշալի գոլի հեղինակ դարձավ Տուգանայինից Սևակ Մանուչարյանը և 11-րդ գոլը հեղինակեց այս մրցաշարում Բորուսիայի գոլարը հավասարվեց Մայիս Մելքոնյանին և հիմա ավելի հետաքրքիր հանդիպման ականատես կլինենք 10 րոպե անցավ գլխարկեցի մեկնարկից հիշեցնեմ մեկ աշխով Սիթին հաղթում է Բորուսիային Կին Բորուսյան է գնդակով Ղազարյան Աչատրյան արջևում չգտավ այստեղ են Թորոսյանը փոխանցումը չանցավ վտանգավոր կարող էր լինել, բայց Արման Մարտիրոսյանը իր տեղում էր Ղազարյան փոխեց գրոյեզրը Հովանյան ցածրից փորձ վտանգավոր է Մանուչարյան արված եւ անկյունային ստում ենք ակտիվացավ Բորուսյան Հովանյանն է մատուցում գնդակը, Խլղացյանը հեռացրեց Դաթար բախում ամեն ինչ կարգին են երկու ֆուտբոլիստների մոտ դա Սիթինն է երկար փոխանցում Ղազարյանի կողմից Մեն հալատ է երկար փոխանցում է լինելու Գաբրելյանի կողմից ոչ որոշումը փոխեց Բարսեղյան վտանգավոր էր բայց կարողացավ արագ փոխանցել առաջ գնդակը Ալավերձյան, Գաբրելյան, դառնում է առաջ Գաբրելյանը, լավ խաղացումներ Բարսումյան, Թովոսյանը աջակցությունն է այստեղ
Ախտուն Գաբրիելյանը արված վտանգավոր է եւ գնդակը ցածում չէի վերջո։ Շատ վտանգավոր էր Գաբրիելյանի արվածը։ Հրկվեց հիմա այստեղ Բորուսյան։ Եվ հիմա Քարյանը ցես թե մի փոքր խնդիրներ ունի։ Ամեն ինչ կարգին եմ։ Խոսեմ մի փոքր անցած խաղից երկու թիմերի։ Բորուսյան հանդիպեց Ատլետիկոին եւ պարտվեց 1-4 հաշվով։ Անդրանիկ Ադամյանը աչքի ընկավ Բորուսիայի կազմից, այսօր նա բացակայում է։ Իսկ Սիթին 3-1 հաշվով կարողացավ հաղթել Լիվերպուլին։ Հանգավոր կարող է լինել Մանուչարյան, բարձր է արվածում Սևակ Մանուչարյանը։ Այդտեղ Սիթի կազմից աչքի ընկան մեկական գոլերով Ռոմիկ Սարգսյանը, Արթուր Ալավերդյանը եւ Հենրիկ Համբարձումյանը։ Այսօր նրանցից երկուսը դաշտում են, իսկ Ռոմիկ Սարգսյանը բացակայում է հայտարարությունից։ Տեսնենք Սիթին է անցել գրոյի, բայց հիմա Քորոսյանը մաքուր գործեց պայքարում։ Պետրոսյան լավ փոխանցում Հովանյանի ուղղությամբ։ Հովանյան, Խաչատրյան արված Բարսեղյանն է փրկում իր թիմին։ Շարունակվում է գրով Ռուսիայի։ Ազարյան, անցավ փոխանցում այստեղ Ստենկովն է հեռացնում գնդակը։ Խաչատրյան, բայց ոչ ոք չկար այնտեղ հակիցներից եզրափակելու այս փոխանցումը։ Փոխություն կատարվեց Սիթի կազմում։ Հովանյանի կողմից։ Տոյան լավ նկատեց աչեզնում Համբարձումյանին, Կոստենկով լավ խաղարկումներ Ալավերդյան, շրջվեց Ալավերդյանը, կրկին լավ պատխաղարկում այս անգամ։ Լավը չէր փոխանցումը վերջին Ալավերդյանի երկար փոխանցում, բայց Բարսեղյանն է հանգիստ որսում գնդակը։
պայն այս հաշիվը ձեռնատու է Սիթին, նրանք հաղթում են 2-1 հաշվով Բորուսիային։ Բորուսիան անցել է գրոհի Ղազարյան, Մանուչարյան արված և երկրորդ փորձից գրավում է դարպասը Սևակ Մանուչարյանը 2-2 խոսքից վրա կարողանում է հավասարեցնել հանդիպման հաշիվը Բորուսիան։ Սևակ Մանուչարյան 2-2 հաշիվը հավասար է մեզ մոտ, դուբլերինակ է դառնում Բորուսիայի հարձակվող այս խաղում, վտանգավոր է Կոստենկով, շատ արագ պատասխանում է Սիթին և Գերա Կոստենկովն էլ դառնում է դուբլերինակ 3-2 կրկին առաջ է անցնում Սիթին այս խաղում հաշվի մեջ։ Գերա Կոստենկով 3-2 կրկին հաշվի մեջ առաջ է անցնում Սիթին և նորից հետապնդողի դերում է հայտնվում Բորուսիան այս խաղում։ Լարված վերջաբան է մեզ սպասվում, վերջին 4-5 րոպեներն են մնացել խաղի, հետվել է առաջ Բորուսիան, Պետրոսյան, Հովանյան, Ղազարյան ընկավ այստեղ, Ղազարյանը, բայց ոչինչ չկավ, իրենց մոտ է գնդակը Պետրոսյան, Սարգսյան ընթացքից հարվածը, լավ է չէր վայ Սարգսյանին, Գնդակով Բորուսիան, Սարգսյան, Կոստենկովը փայլում է պաշտպանվում, այստեղ էլ խաղում, Արթուր Ալավերդյանի հետ պայքարում։ Զգուշացվեց Արման Պիրոսյանը։ Չափազանց լարված վերջաբան է սպասվում հիմա մեզ, 2 րոպե։ Սարգսյան, փոխանցում Տորոսյանին։ Հրվից փորձ Հովանյանից, բայց
ուժեր է նրա արվածը։ Պողոսյան, Փայլուն, Արաբ գնդակը, բայց Հովանյանը նայից խլեց գնդակը, Ղազարյան, Ալավերձյան, կենտրոնը բաց է, Ալավերձյան արված, Մարգարյանն է պրտում իր թիմին, կարող էր իմա խաղի ելքը վճռել այստեղ Արթուր Ալավերձյանը։ Հարբաց է անկյունային այստեղ մի փոքր ժամանակ կշայի Սիթին, բայց եզրային նետումը Բորուսիային է։ Պետրոսյան Պետրոսյանի և Պետոյանի դեմ պայքարում պաշտում Հացյան երկար փոխանցում Կոստենկովի վտանգավոր է և նորից Փայլուն գոլ Գերա Կոստենկովից, բայց շեշտն եմ Ռոբերտ Խլղացյանի խորքից կատարած հրաշալի փոխանցումը։ Եվ վերջ բարեկամներ խաղն ավարտված է ի վերջո կարողանում է Սիթին հետաքրքիր պայքարում հաղթել 4-2 հաշվով Բորուսիային և հերթական 3 միավորով հաստատել այս մրցաշարում շատ հետաքրքիր հանդիպումներ միասին դիտեցինք այսօրվա համար այսքանն էինք պատրաստել ձեզ համար բարի գիշեր և ամենայն բարիք